Բարև ձեզ։ Առաջին եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ։ Այսօր իմ հյուրն է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը։ Բարև ձեզ, Տիկին Մինասյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք։ Սկսենք վարչապետի այցից Գերմանիա ստորագրվել է հերթական ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։ Իրականում շատ ողջունելի է դա, ես միայն կարող եմ ողջունել այն փաստը, որ մեր աշխարհագրությունը, մեր գործընկերության աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, բայց հռչակագիր բառն է ինձ մի փոքր, ասենց կասկածների մեջ գցում, կասկածների ճիրանն եմ ես ընկնում։ Արդյոք այս ամենը հռչակագրային բնույթ չի ունենալը, որովհետև մենք ստորագրում ենք հռչակագրեր, բայց դեռ այս պահին ռեալ ինչ որ այդ հռչակագրի տակ կա, ռեալ լիցքը չի երևում, օրինակ հայ-չինական հարաբերությունները, որպես օրինակ եմ սա բերում։ Հիմա արդյոք այս հայ-գերմանական գործընկերության նոր փուլի տակ լինելու է այդ ռեալ լիցքը եւ ինչպես եք օրինակ դուք որպես կառավարող ուժի ներկայացուցիչ պատկերացնում Հայաստան-Գերմանիա ապագա ռազմավարական հռչակագրի հիման վրա գործընկերությունը։ Շնորհակալ եմ հարցերի համար, նախ կուզեմ շեշտել, որ լավ կլինի քաղաքացիները այդ թղթերը կարդան, որտեվ այդ հռչակագրերը միայն մի ոլորտի մասին չեն, յուրաքանչյուր երկրի հետ ունենք իր հետաքրքրությունների շրջանակի հետ համագործակցություն ու կան գործընթացներ, որոնք որ տեղ են ունենում Հայաստանում, բայց ոչ մեկ չի պատկերացնում, որ դա հենց այդ ռազմավարական հռչակագրի կամ այդ համագործակցության արդյունքն է եղել։ Նույն Գերմանիայի հետ հարաբերություններում բազմաթիվ են ոլորտները, որոնց հետ կարող ենք համագործակցել, տեսակ հետո հանդիպում տեղի ունեցավ գործարար համայնքի հետ, հանդիպումներ տեղի ունեցան արտաքին քաղաքական ակտորների հետ եւ այդ գործընթացների մեջ յուրաքանչյուր հանդիպման եւ երկխոսության տակ կա հստակ հողի վրա աշխատանք։ Գործարարներին հրավիրում են Հայաստան ներդրումների համար, գիտեք, որ TRIP նախագծի համար հավելյալ ենթակառուցվածքներ կարող է պետք կան, հետագայում այլ ենթակառուցվածքներ Հայաստանի Հանրապետության այլ կապուղիները բացման համար եւ բնականաբար Հայաստանի Հանրապետությանը հետաքրքիր է արտաքին ներդրումների ներգրավումը, որը հենց պարոն Մերսն է շեշտեց, որ գերմանական գործարար համայնքը երբեմն շատ սկեպտիկ ձևով է մոտենում հեռավար երկրներում ներդրումներ անելուց, բայց երբ տեսնում է ժողովրդավար պետություն, երբ տեսնում է նորմալ իրավական համակարգ եւ հստակ օգուտներ, բնականաբար կարող է տեսնել այստեղ հետաքրքրությունների շրջանակ եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այժմ ունի շատ մեծ հնարավորություններ, իհարկե կարճ ժամանակահատվածք, sense ճեղք, ուղղակի աշխարհակահաղական շահերի դասավորման գործում, բայց շատ լայն հնարավորություններ դառնալ խաչմերուկ, իրական խաչմերուկ, որտեղ որ տարբեր երկրների ներդրումներ կարող են ուղղվել Հայաստանի Հանրապետություն, որը ինքնին իր հերթին արդեն անվտանգային գործիք է դառնում։ Այս փոխկապակցված շղթան քաղաքացին կարող է չտեսնել, բայց երբ այդ ներդրումները գալիս են, երբ ընկերություններ են կառուցվում, երբ նույն հայ-չինական համագործակցությամբ չիպերի արտադրությունից սկսած վերջացած արհեստական բանականության համագործակցությամբ ունենք համագործակցության շրջանակներ Ամերիկայի հետ, գիտենք, որ հստակ capacity building կարողությունների զարգացման տեսանկյունից, մաքսային կարողությունների զարգացման, նույն արհեստական բանականության ընկերությունների հետ տեսնում ենք, որ բարձրագույն տեխնոլոգիաների նախարարը ամեն օր հայտարարում է մեկ նոր մեծ ընկերության հետ համագործակցության շրջանակ։ Այս ամենը տեսնում են երևի ոլորտային մասնագետները կամ ոլորտային քաղաքացիները կամ հերթական անգամ մեր կոմունիկացիայի խնդիրն է, բայց իրականում ցանկացած ռազմավարական գործընկերության տակ կա հիմքեր, որի հետ պետք է աշխատենք եւ նաեւ շատ կարեւոր աշխարհակահաղական տեսանկյունից դիտարկում կուզեմ անել, որ վերջապես Հայաստանի Հանրապետությունը մեկ կենտրոնից կախվածություն չունի։ Եվ մի հոգու հետ չի մեր ամբողջ հույսը, հավատը կամ տնտեսական համագործակցությունը մենք փորձում ենք անընդմեջ փոխել ոլորտները, օրինակ նույն Գերմանիայի հետ մենք կարծում ենք վարչապետի խոսքից նաև ելնում, որ երբ Թուրքիայի սահմանը բացվի եւ այն ներդրումները, որ Եմեն օրինակ պատրաստում է ստեղանի տնտեսության զարգացման նկատմամբ լաբորատորիաների պատրաստման, որակի ստանդարտների ներդրման համար մեր արտադրանքը շատ հեշտ հնարավորություն կունենա Թուրքիայի միջոցով կամ այլ ճանապարհների միջոցով հասնել դեպի Եվրամիություն, դեպի Գերմանիա եւ այդտեղ էլ մեզ գործարար համայնքի աջակցությունն է պետք, որպեսզի կապենք իրար մեր գործարար համայնքը Գերմանիայի գործարար համայնքի հետ։ Այս գործընթացները
հնարավոր է շատ չեն հետաքրքրում մեր մեդիային կամ մեր քաղաքացիներին, դրա համար շատ բաց չի խոսվում շատ սրա մասին, բայց մեր կանոնային նախարարությունն ապարբերաբար հանդես գալիս առաջարկություններով նույն մաքսատուրքերի փոխհատուցման համար, որ ասում ենք, եթե ԵԱՏՄ տանում եք ապրանք այսքան մաքս չվճարելով, մենք ԵՄ տարվող մաքսը փոխհատուցում ենք որոշակի ապրանքների համար, կարող եք շուկաներ փնտրել եւ տեղափոխվել ԵՄ։ Բայց այս գործընթացները հենց քաղաքացու կյանքի մասին են։ Սրանք ուղղակի հռչակագրեր չեն կամ ուղղակի խոսքեր չեն, որ Հայաստանի Հանրապետությունը սերտ համագործակցություն է սկսել այսինչ եվրոպական երկրի հետ կամ այսինչ աշխարհակական կենտրոնի հետ ու շատ հետաքրքիր է նաև աշխարհագրությունը ինչքան լայն է, ինչքան տարատեսակ է ու շատերը չէին հավատում, ասում էին բերում եք այդտեղ սարքում եք բախման կենտրոն, բայց իրականում յուրաքանչյուրի հետ իր շահերի հետ պետք է համագործակցել։ Գերտերությունների բախման կենտրոն։ Դե դա թե հակառակ անվտանգային ռիսկերի նվազեցում։ Տեսեք, Դեգի Մինասյան, դուք շատ ճիշտ եք նշում, որ ԶԼՄ-ներին շատ դեպքերում չի հետաքրքրում այն, ես հենց դրա համար այդ հարցից սկսեցի հռչակագրային, մեզ մոտ ամեն ինչ հռչակագրային է։ ԶԼՄ-ների ներսում է, դրա համար ես կոնկրետ լիցքի մասին եմ խոսում։ Օրինակ, արդյոք այս ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը մարդիկ են դա հարցնում, իդեպ շատ են մեզ հարցնում, ես հիմա այդ հարցը վերահասցրեմ ձեզ։ Ֆրանսիայի հետ ունենք, հա, քննարկումներ, պետք է ստեղծվի նոր Ֆրանսիայի, Հնդկաստանի։ Այո։ Հնդկաստանի հետ, չէ, Եվրոպայի մասին ենք հիմա խոսում կոնկրետ։ Արդյոք սա չի բերում եւ չի փակում այն հերթական հռչակագիրը, որը ստորագրվեց, եթե չեմ սխալվում, մարտին 24 թվականին Եվրամիության անդամակցության մասին Հայաստանի օրենքը, եւ արդյոք դա չի նշանակում, որ կառուցելով առանձին Եվրամիության պետությունների հետ շատ ողջունելի է իրականում հարաբերություններ, որոնք ունենան կոնկրետ լիցք, մենք Եվրոպայի հետ հարաբերությունները չենք մղում երկրորդ պլան, այնպես ինչպես դա առնվազն պատկերացնում են Հայաստանի Հանրապետության 60,000 քաղաքացիները։ Շատ հետաքրքիր հարց է, բայց հակառակը կարծում եմ սերտացնում են հարաբերությունները եւ կա կարծիք, որ հերվանում է դրա համար այդ հարցը։ ԵՄ-ի հետ էլ ենք առանձին ռազմավարական ռազմավարական գործընկերության հռչակագիր կնքել, նոր փաստաթուղթ ենք հրապարակել սեպայի։ Որի մասին ոչ մի բան իրականում հայտնի չի, դրա համար եմ այդ հարցը ձեզ ողջունում։ Կարծեմ հրապարակված այդ փաստաթուղթը ԱԳՆ-ի կայքում պետք է նայենք։ ԱԳՆ-ի կայքում պետք է որ լինի։ Այստեղ շատ կետեր կան ԵՄ-ի հետ համագործակցության սերտացման մասով։ Վերջերս պարոն Միրզոյանը արտաքին գործերի նախարարը արևելյան գործընկերների երկրների հետ համաժողովին էր հանդիպման, դրանից առաջ հենց այդ հռչակագիրը կնքվեց ռազմավարական գործընկերության եւ այդտեղ այդ նոր փաստաթուղթը ի հայտ եկավ, որի մեջ նշվում է, որ մենք ՍԵՊԱ-ն ունենք որպես համաձայնագիր աշխատանքների, մենք ՍԵՊԱ-ի հետ կապված որոշակի գործընթացներ անցել ենք արդեն, մի փոքր հատված է մնացել, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է կատարել, բայց նաև ունենք նոր լայն հնարավորություններ, նոր կնքված կետեր, որոնք որ մեր ժողովրդավարության ամրապնդման համար են, ինստիտուտների զարգացման համար են, բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն դրանով, չնայած որ հետաքրքիր էր մեր կառավարության անդամները երբ դիտարկումներ էին անում այդ թղթի հետ կապված, ասում են որ մեծ մասը արդեն ի կատար են կացել, էլի այդ նոր գործընկերության, չնայած որ չունենալով դրա պարտավորությունը եւ չմտածելով որ մեզ այդ առաջարկները արվելու է։ Մենք առողջապահության ապահովության հետ կապված ունենք արդեն գործընթաց, շուտով երկրորդ ընթերցմամբ կընդունվի օրենքը, մենք ուզում եմ հիշեմ կետերը կոնկրետ վիզաների ազատականացման մասով նաև ունենք գործընթացներ, գիտեք, որ նոր ընկերություններ է գալիս Հայաստան, որպեսզի ամբողջ այդ բիոմետրիկ անձնագրերի թողարկումը եւ նաև տրամադրումը քաղաքացիներին տրամադրենք այդ ընկերությանը եւ արտապատվիրակելու է պետությունը այդ գործընթացը։ Մենք դատաիրավական բարեփոխումների տեսանկյունից ունենք նոր օրենսդրություն, պաշտոնյաների թափանցիկության հետ կապված ունենք արդեն ընդունված շահերի բախման մասին օրենք, այսինքն այդ կետերի մեջ մեր ժողովրդավարացման եւ մեր ինստիտուտների կայացման մասին հստակ պահանջներ են եւ պայմաններ են եւ նաեւ կա մի հատված, որը տնտեսությանն է վերաբերվում, որը պետք է էլի վերափոխվի դառնա ԵՄ ստանդարտներին համապատասխան։ Եվ ես կարծում եմ, այս գործընկերությունը էլ ավելի է խորացնել, ոչ թե հակառակը, այլ պետությունների հետ համագործակցություններն էլ իմիջիալոց այն պետությունների, որոնք ԵՄ-ում ունեն գերակա դիրք։ Եկեք չմոռանանք, որ Ֆրանսիան եւ Գերմանիան
համարվում են ԵՄ-ի գլխամասային, այսպես ասած, պետությունները։ Շատ կոնկրետ հարց Տիկին Մինասյան։ Հայաստան-ԵՄ հարաբերությունները հայտը, անդամակցության հայտը եթե այն լինելու է, դա Հայաստանի, ուզում եմ ասել կոմպլեմենտար, բայց չէ, բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության համար խոչընդոտ է։ Ոչ, որովհետեւ կա այդպիսի կարծիք ձեր քաղաքական ուժի։ Գիտեք, հետաքրքիր ինչումն է, որ մարդիկ շատ ծայրահեղացված են նայում արտաքին հարաբերություններին։ Նայում են, տեսնում են մեդիայում ԱՄՆ-ն Չինաստանի հետ ունի հակամարտություն, թեկուզ տնտեսական հակամարտություն է դա, ասում են, եթե ԱՄՆ-ի հետ ունես ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, Չինաստանի հետ չես կարող ունենալ, Իրանի հետ, մեր հարևան Իրանի հետ չես կարող ունենալ, չգիտեմ, եթե ԵՄ-ի հետ համագործակցում ես, պարտադիր պետք է ԵԱՏՄ-ի հետ թշնամական տրամադրես, այն դեպքում, երբ ԵԱՏՄ անդամ պետությունները ԵՄ-ի հետ ավելի շատ շրջանառություն ունեն, քան Հայաստանի Հանրապետությունը։ Այս միատարրչի աշխարհը մարդիկ ունեն կոնկրետ շահեր, կոնկրետ տեղերում։ Եվ եթե օրինակ, չգիտեմ, պրիմիտիվ օրինակներ շատ կան էլի, ասենք Ադրբեջանի հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր են ընդունվել Եվրոպայի խորհրդանական վեաժողովում, անգամ հեռացվեց Ադրբեջանը խորհուրդ, բայց գազը շարունակում են գնել։ Այստեղ հարցը նրանում է, որ պետք է կոնկրետ շահերի հետ համատեղես քո շահերը, երբ քեզ պետք է արտահանման դիվերսիֆիկացիա, դա բալանսավորման քաղաքականության ամենամեծ մասն է։ Հա, անցյալ տարիներից եկած էներգիա։ Ակտիվ է հիմա։ Ժողովրդի տրամադրությունների մեջ, այո, բայց արտաքին քաղաքականության sense վեկտորի տոտալ վերափոխումը եւ ամբողջությամբ լրիվ ուրիշ ուղղությամբ շարժվելը քաղաքացիները չեն կարողանում տեսնել այդ իներցիոն համակարգի շնորհիվ, բայց եկեք հասկանանք, որ յուրաքանչյուր երկիր ունի տարածաշրջանում իր շահերը, մենք պետք է գտնենք մեր շահերը այդ երկրի հետ համագործակցության կետում։ Եթե մեր շահերը մեզանից պահանջում են, որպեսզի ապագայում մենք լինենք Եվրամիության անդամ երկիր, եւ եթե մենք գնալու ենք այդ ուղղությամբ, հայտնենք ներկայացում եւ այլն եւ այլն։ Եթե չի, օրենք ենք ընդունել, եթե մի ասեք։ Նու հասկանում եմ, ես մի փոքր չեմ ուզում ծայրահեղ լավատես չեմ ուզում, չնայած ես առաջի շահառուներից մեկն եմ այդ գործընթացի։ Տեսեք, եթե մենք այդ ամենը անենք եւ պարզ է, որ այդ դեպքում ԵԱՏՄ-ից Հայաստանը պետք է դուրս գա ինչ-որ փուլում։ Մենք ըստ ձեզ կարող ենք ԵԱՏՄ-ի երկրների հետ, առաջին Ռուսաստանի հետ պահպանել այն հարաբերությունները տնտեսական հարաբերությունները, որը մեծ հաշվով այսօր ունենք, սա լուրջ խոչընդոտ չի լինելու։ Դրա համար է հենց իրականացվում տնտեսության դիվերսիֆիկացիան, որպեսզի շուկան, մեր շուկան, այն արտահանվող շուկան, որը գնում է ԵԱՏՄ, ավելի հստակ, հարցը ավելի հստակ է։ Մենակ նույն ռուսական ցորենն է։ Այդ ի՞նչն է մեզ, ինչ որ բան խանգարելու է մեզ նույն ռուսական ցորենը նույն գներով ստանալ։ Ես կարծում եմ, որ դա բիզնես հարաբերություններ, ոչ թե պետական մասշտաբի հարաբերություններ, բայց նորից եմ կրկնում, ԵԱՏՄ անդամ պետությունները մեծ առևտրաշրջանառություն ունեն ԵՄ անդամ պետությունների հետ։ Այսինքն, այստեղ մեր ժողովրդի համար որպեսզի պարզ լինի, ԵԱՏՄ-ն համակարգատնտեսական միություն է, որտեղ անմաքս պետությունները կարողանում են իրար մեջ ապրանքաշրջանառություն իրականացնել։ ԵՄ-ն միություն է, որտեղ անմաքս պետությունները կարողանում են իրար մեջ շրջանառություն իրականացնել։ Հիմա եթե ԵԱՏՄ-ից դուրս գնանք ԵՄ, շուկան բնականաբար թվային մակարդակով շատ ավելի լայն է դառնում, ուղղակի ստանդարտներն են ավելի բարձրանում, որակը պետք է մեր արտադրանքի ավելի բարձրանա, որը մեզ է օգուտ։ Հիմա ի՞նչն է խանգարում այդ նույն արտադրանքը մաքսով տանել ԵԱՏՄ։ Ըստ տրամաբանության ոչինչ, բայց կան իհարկե քաղաքական մաս բացի տնտեսականից այս ամենի մեջ, որ բնականաբար Ռուսաստանի Դաշնությանը այդքան էլ հաճելի չի լինի կամ ԵԱՏՄ անդամ պետություններին այդքան է հաճելի չի լինի, որ իր միությունից այլ պետություն դուրս գա գնա ԵՄ-ի պետություն, որտեղ շուկա է կորցնում։ Բայց կարծում եմ, որ մենք մեր գործընկերների հետ կարողանում ենք այնքան խորը բացատրել մեր քաղաքականությունը, որ իրանք էլ ունեն շահեր ստեղ։ Նույն թրիփում Ռուսաստանի Դաշնությունը ունի շահեր։ Եվ ես չեմ կարծում, որ ստեղ այդ շահերի բախման կենտրոն ենք մենք դառնալու, այլ հակառակը մենք իրականացնելու ենք մեր շուկաների դիվերսիֆիկացիա, որպեսզի մի քանի կենտրոնից կախված չլինենք։ Ու շատ հաճախ որ համեմատում են ԵՄ-ն ԵԱՏՄ-ի հետ, ԵՄ-ում ամենափոքր պետությունը ձայնի իրավունք ունի, ԵՄ-ում ամենափոքր պետությունը, որը ուժ չունի դիմակայելու այլ պետություններին, կարող է վետոյի իրավունք ունի։ Իսկ կարող է ամբողջությամբ ԵՄ գործունեությունը կամ ԵՄ որոշումները տորպեդահարել։ Հեգեմոն պետություն չկա։ Այո։
Իսկ ԵԱՏՄ-ում այդպեսին չի իրավիճակը։ ԵԱՏՄ-ում կա մի պետություն, որի ասածներին պետք է այսպես ասած համաձայնեցվեն մյուս պետությունները, չնայած որ անկեղծ ասեմ, այս վերջի տարիներին ցանկացած համագործակցության տեսանկյունից մենք կարողացել ենք մեր շահերը հստակ դնել եւ ասել, որ այս որոշումները օրինակ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ են կամ հակառակը անհրաժեշտ չեն։ Տեսեք, դեպի մասը մենք դեռ չենք կարդացել Հայաստանի ԵՄ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, իսկ Ադրբեջանում արդեն կարդացել են եւ ոչ միայն կարդացել են, այլ կետեր են գտել, որոնք ըստ իրենց հակասում են խաղաղության գործընթացին Երևանի եւ Բաքվի միջեւ եւ այսօր արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշել է, որ այդ օրակարգը չի հակասում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, արտացոլելով Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ երկկողմ ձևավորված եւ խորացող գործընկերության բովանդակություն, այսինքն եթե շատ կարճ դա մեր գործն է եւ Ադրբեջանին չի վերաբերվում։ Ասեմ ինչի մասին է խոսքը, Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծեմ, ԱԳՆ-ն կամ խոսնակը հայտարարություններ տարածել, որ բռնի տեղահանվածների մասին խոսույթ կա, կոնկրետ ռազմավարական փաստաթղթի մեջ եւ բռնի տեղահանվածների աջակցությունն է ԵՄ-ի օրակարգում եւ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվածություն ունի ապահովելու նրանց իրավունքները եւ կյանքի բարեկեցիկ իրավիճակը Հայաստանում, այդ կետի հետ կապված մտահոգություն ունեին այն տեսանկյունից, որ բռնի տեղահանում չէ, այլ քաղաքացիները իրենք կամքով իրենք իրենց կամքով դուրս են եկել եւ լքել։ Դե եկեք ընդունենք, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ դա տեղի ունեցել եւ ամբողջ աշխարհը միաբերան բոլորի հայտարարություններում եւ բոլորի փաստաթղթերում նշված է բռնի տեղահանում եզրույթը, եւ այստեղ արդեն խաղաղության մասին չի խոսքը։ Այսինքն խաղաղություն պատերազմի մասին չի խոսքը, որ Ադրբեջանը ասում է չի միտված չի խաղաղության, այլ այստեղ իրողությունների մասին է, ու մենք երբևիցե չենք պատրաստվելու այդ իրողությունները մի կողմ դնել։ Ինչ եղել է, ասում ենք եկեք այս կետից փակենք, գնանք խաղաղության։ Բայց այն ինչ եղել է, չենք ասելու չի եղել, բացառվում է։ Այստեղ ուղղակի շատ վտանգավոր մի տենդենս է։ Ես այդ մասին շատ եմ խոսում, երբ որ ստացվում է, որ խաղաղության գործընթաց է գնում, մենք շատ շահագրգռված ենք այդ գործում, Ադրբեջանն էլ է մեծ հաշվով շահագրգռված, բայց մենք անընդհատ, այսպես ասեմ, մեր բերանը փակում ենք եւ չենք խոսում լուրջ ակնհայտ խնդիրների մասին, իսկ այ Ադրբեջանը խոսում է։ Ադրբեջանը հիշում է, որ 1905 թվականին Հայաստանից ինչ որ ադրբեջանցիներ, չգիտեմ թե ովքեր են, թողել գնացել են Ադրբեջան։ Եվ պահանջում է 1905 թվականին էլ չի, էլի 18-ին, չգիտեմ։ Իրենց չէ, իրանք այնտեղ են գնում հասնում։ Պահանջում է իրենց իրավունքները պաշտպանել, չգիտեմ։ Մենք 120,000 բռնի տեղահանված ունենք, ըստ վերջում 23 թվականին մեր աչքի առաջ եւ այդ մասին չենք խոսում, այսինքն դիսբալանս է ստեղծվում։ Ոչ, դիսբալանս չի ստեղծվում։ Հիշում եք, որ ասում էին արդյոք քաղաքականությունը փոխվել է պրոակտիվի։ Մենք հասկացել ենք ու շատ եմ ուզում էլի այս մասին մի քիչ ավելի հանրամատչելի ոչ դիվանագիտորեն բացատրեմ հասարակությանը։ Ուրեմն 30 տարվա ընթացքում մեր դիվանագիտությունը ու նաև մեր քաղաքական խոսույթը, հասարակական խոսույթն էլ այդ անգամ այդպեսին եղել, երբ ընդեղից մի բան հնչում էր, մենք ասում էինք նույն նարատիվը հակառակ։ Նույն նարատիվը։ Այ դուք, բա դուք Բա դուք էլ սենց, բա մենք էլ սենց, անընդհատ է դա եղել, միջազգային հարթակներում մշտապես է դա եղել։ Մենք ասել ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին ենք խոսել, իրենք խոսել են Խոջալուի կամ այլ գործընթացների մասին, որը կոնֆլիկտի է բերել։ Անընդմեջ փոխադարձ մեղադրանքներ ա եղել։ Իսկ միջազգային հանրությունը այդ պահին ես այդ ականատես եմ եղել էլի 2-3 տարի առաջ ա եղել անգամ նույն բանը։ Սենց նստած բոլոր տարբեր երկրների ներկայացուցիչներ չէին հասկանում հիմա լավ մե փոխադարձ մեղադրանք է։ Ոնց որ մեր ունդիմության միջև օրինակ մենք էլ չէ թալանչի դավաճան, թալանչի դավաճան։ Դա աղմուկ է ստեղծում։ Դա իրականությունից կտրում է մարդկանց։ Ինչքան է մենք արդար ենք, ինչքան է մեր մղումները արդար են, կողքի նայող մարդու համար դա աղմուկ է ստեղծում։ Եվ մենք ես շատ լավ հիշում եմ 21, 22, 23 թվականներին մեզ ուղղված հոխորտանքները Ադրբեջանի նախագահի կողմից եւ ես հիշում եմ որ մեր ժողովուրդը արդարացիորեն արժանապատվությանը վիրավորանք հասցնելու մակարդակով մեզ ասում էր ինչի՞ չեք արձագանքում ավելի կոշտ պատասխանեք նրանց եւ այլն եւ այլն ես ուզում եմ գաղտնիք բացեմ որ մեր արժանապատվությունն էլ նենց չի որ ողջավորված էր այդ ելույթներից բայց մենք մենակ մեր անձի մասին պետքա չմտածենք այլ պետության եւ ապագայի Հիմա ինչն ենք փոխել քաղաքականության։ Այդ փոխադարձ մեղադրանքները վերածվել է օրինակ մի ուղղությամբ ոչ կոնստրուկտիվ դիալոգի, մյուս ուղղությամբ ուղիղ դեպի խաղաղություն։
ճակատներս տնգած, բոլոր պատերը ջարդելով մենք գնալու ենք խաղաղության։ Մենք չենք փոխելու Ալիևի հայտարարություններից կամ որոշակի ներքաղաքական խոսույթից մեր օրակարգը։ Մեր օրակարգը չի փոխվելու եւ մենակ այդ դեպքում է մեզ թույլ տվել իրավիճակը, որպեսզի մենք հասնենք օգոստոսի 8-ին։ Այլապես մենք չենք հասնելու, որովհետեւ այս դեպքում միջազգային հանրությունը երբ որ նայում, ասում է՝ մի րոպե, էլի երկուսն էլ ասում են խաղաղություն ենք ուզում, բայց այն մեկը սկսում է ասել՝ այ դուք Սևանը ռուսական ցարական բաներում Գյոկչա են անվանում, քարտեզներում Գյոկչա է անվանում, վերադարձից է խոսում փախստականների մոռանալով, որ ստեղ էլ փախստականներ կան։ Իսկ մենք ասում ենք՝ մի րոպե, էլի այդ հարցերը մի հատ կնճռոտ հարցերը մի կողմ դնենք, կնքենք խաղաղության պայմանագիրը, գնանք խաղաղության հետևից, այն նրբազգաց հումանիտար հարցերը, որոնք որ բնականաբար ահռելի են այս 30 տարիների կոնֆլիկտների արդյունքում, մենք պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով երկխոսությամբ։ Այս խոսույթը ավելի ընկալելի եւ ռացիոնալ է թվում բոլորին, քան Ադրբեջանի տարատեսակ մեկնաբանությունները, որոնք հիմնականում ըստիս արվում են ներքաղաքական հասարակության համար, որտեվ որոշակի մարգինալ խումբ կա, որ այդ ճշնամանք նրա մեջ ներծծված է, ոնց որ մեր մոտ կա, եկեք ընդունենք, մեր մոտ կա։ Բայց պետք է տրամաբանություն լինի, չէ՞, թե եթե Ալիևը իրոք ցանկանում է գնալ դեպի խաղաղություն, այդ մարգինալների այդ տրամադրությունները պետք է ցրել էլ, ոչ թե անընդհատ տաքացնել, եթե այդպես է։ Անընդհատ չեմ կարծում, եկեք ընդունենք։ Դե անընդհատ բարբերաբար է դա արվում, չէ՞։ Եկեք ընդունենք, որ օգոստոսի 8-ից հետո համեմատած թե ինչ էր դրանից առաջ, շատ ավելի մեղմ են։ Հաջիևի հայտարարությունները, Արմեն Գրիգորյանի հանդիպումից արդյունքում հայտարարությունները, Բայրամովի հայտարարությունները, նույն Ալիևի հայտարարությունները, եկեք ընդունենք, որ շատ դեպքերում անգամ մեր մամուլում զետեղվում են նյութեր, որոնք որ միայն այդ կտորն են պարունակում, բայց այն ինչ որ խաղաղության մասին է, որ ինքն էլ է իր բերանով ասում, այո, հաստատված է խաղաղություն, Հայաստանը Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմել չի ուզում, մենք դա հասկանալի է, բայց դա մատուցման խնդիր է, բայց մենք դա չենք խոսում դրա մասին։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Ու նորմալ է մեր կասկածամտությունը, որ ասում ենք բալավ ինչ ա ուզում, որ այս ամեն ինչը հասկանամ այդ մարդու մոտիվացիան։ Ինքը գնում է գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ հավաքված են ոչ թե մարգինալներ, այլ դրա սպասարկող անձնակազմներ, որոնք ինքը գնացեք Կասպից ծով լցվեք, կգնան կլցվեն։ Եվ այնտեղ է այդ հայտարարությունները, այնտեղ է մշակվում այդ ամենը։ Սա շատ նման է մի ռազմավարության, որը մշակվում է եւ որը նրանք առաջ են տանում պետական մակարդակով։ Ես ուզում եմ հասկանալ։ Ես ունեմ նման կարծիք, ես հակառակը, մենք երբեմն մեր աչքերը փակում ենք այն ինչ տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, ուղղվում ենք դեպի Ադրբեջան։ Ձեր կարծիքով Հայաստանի Հանրապետությունում ինչքան խմբեր կան, որոնք խոսում են Լեռնային Ղարաբաղի վերադարձից, չեմ ասում, ժողովրդի։ Դա հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր իշխանության դիրքորոշումը դրալ դեպքում։ Եկեք նայենք։ Որտեղ որոշում ընդունող իշխանությունն է։ Իհարկե, բայց իշխանությունը 26 թվականին գնում է ընտրությունների։ Եկեք մի հատ այլ տեսանկյունից նայենք, էլի մի հատ եկեք ապստրաֆենք մեր ճշմարտացիությունից, մեր իրավացիությունից եւ արդարությունից, մի հատ նայենք վերևից այս երկու պետությունների քաղաքական խոսույթին։ Միտեղ կա իշխանություն, որը ուզում է խաղաղություն եւ ամեն ինչ անում է, որ խաղաղություն հաստատվի թե հողի վրա, թե նաեւ փաստաթղթերով, մյուս կողմում կա անդիմություն, որը ամեն ինչ անում է, որ այդ կոնֆլիկտը հարատևի, իրենք իրենց բերանով են ասում։ Նույն փաստաթղթերի հրապարակման արդյունքում ասում էին կոնֆլիկտը պետք է թողնել հաջորդ սերունդներին։ Այս մարդիկ մեր երեխաների ապագան տեսնում էին կոնֆլիկտում։ Դա է իրենց նարատիվը այդ ամբողջ փաստաթղթերի հրապարակումից հետո։ Մի կողմից հսկայական մի խումբ ասում է, չէ, կոնֆլիկտը պետք է հարատևի։ Կա երկրորդ պետություն, որը ուզում է թղթերով ասում է ես գնում եմ խաղաղության, որտեղ այլևս պահանջմունք չունեմ, մեկ է տեսնում է այսպես պետությունում կան ուժեր, որոնք դեռևս խաղաղություն չեն ուզում, կոնֆլիկտ են ուզում, ինքը իր խաղաքարտը ինչ պետք է ստեղծի։ Դա հենց այդ այստեղ էլ է չէ հարցը առաջանում։ Եթե իրոք այդպես է, ինչպես չեմ ասում այդպես չէ։ Այդ դեպքում այդ ղեկավարությունը Ադրբեջանի պետք է ամեն ինչ անի, որպեսզի դուք վերընտրվեք։ Եվ այդ ուժերը չկան իշխանության։ Իդեպ թե իրենք ասում են դա, իսկ ինքը հակառակն է անում։ Այդ խոսույթին երբևիցե տուրք չեմ տա ու ընդհանրապես ինձ մեկ ինչ է ինքը հակառակը անում։ Ինձ հետաքրքիր չի Դավիթ ջան, ես նորից եմ կրկնում, համար տրամաբանությունը հետեւյալն է։ Չէ, ինձ հետաքրքիր չի ասեմ ինչի, որտեվ իմ քաղաքական օրակարգը դրանից չի փոխվելու։ Հասկանում եմ։ Որտեվ ես տեսել եմ դրա արդյունքը։ Բայց ինչի ինքը դες խանգարում է դեպքում։ Ինքը փորձել է դերևս եւ որ թվականից է սկսվել էս 22-23 թվականից է սկսվել էս խոսույթը վերադարձի մասին։ Դրանից հետո, երբ օրինակ խաղաղության խաչմերուկի նախագիծն էին քննարկում, տարբեր
ֆորումներում հայտարարում է, որ ադրբեջանցիները պետք է Հայաստանի ճանապարհով անցնելիս հայի դեմք չտեսնեն, որտեղ կոնֆլիկտը տակ է, հնարավոր է շատ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծվեն ճանապարհին։ Ուզում հասկանալ, տրամաբանությունը ո՞րն է։ Ճանապարհը անցնելուց բեռնատարը հայի դեմք չպետք է տեսնի, բայց մի ամբողջ ժողովուրդ իր ընտանիքներով ինքը ուզում է վերադարձնի Հայաստան հայերի մեջ ապրելու։ Մենք հասկանում ենք, չէ, որ այս տրամաբանության խզումը նշանակում է, որ այս մարդը այդ խոսույթը իրականացնում է իր ժողովրդի համար, ոչ թե մեր լսելու համար։ Հա, մենք էլ ենք լսում, ու մենք էլ ենք դրանից բորբոքվում կամ բանում։ Մենք էլ ասել ենք, մեր քաղաքականությունը հետևյալն է. փախստականների հետ վերադարձի խոսույթը չի նպաստում խաղաղությանը, եւ դա ասում ենք նաեւ միջազգային հարթակներում։ Մի փոքր խոսենք նաև ներքին խնդիրներից, ոչ թե ներքաղաքական, այլ ներքին։ Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնք երբևիցե որևէ իշխանության հեռացում չեն պահանջել Հայաստան։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ, ես չեմ պահանջել։ Դա ես միշտ պահանջել եմ, որպեսզի լուծվեն հստակ խնդիրները, որոնք կան մեր հասարակությունում։ Հա, ես այդպես եմ կարծում։ Որտեղ իշխանափոխությունով եւ դա շատ դեպքերում ցույց է տվել մեր պատմությունը առաջի դեմքը փոխելով հարց չի լուծվում։ Հիմա ես ձեր այդ համակարծիքն եմ։ Ես այդպեսի կարծիք ունեմ։ Հիմա մենք ունենք խնդիր, մենք ունենք շատ խնդիրներ, օրինակ կապված քաղաքային վարչարարության հետ, որը Երևանյան, որը շատ վատ է իրականացվում, որոնք չեն լուծվում։ Կամ լուծվում են շատ դանդաղ։ Այս կոլապսը տրանսպորտային, ինչը որը որ մենք տեսնում ենք, տրանսպորտային ռեֆորմը չի իրականացվել, չէ՞։ Չի իրականացվել։ Ավտոբուս բերելը չի նշանակում տրանսպորտային ռեֆորմ անել։ Այդ ամենը կիսատ վիճակում է, չնայած մի քանի տարի գործընթացը գնում է։ Եվ կա կարծիք, որ դա քաղաքացիական պայմանագրի ներսի խնդիրն է, դա վատ կադրային քաղաքականության հետևանք է, որ մարդիկ, ովքեր որ ղեկավարում են այս ամենը, ուղղակի ունակ չեն ղեկավարել, որովհետև չունեն համապատասխան պրոֆեսիոնալիզմ եւ որակներ։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Վայ, այնքան լայն դաշտ բացեցիք հիմա խոսելու, որ կարող է տենց մի ժամ խոսեմ սրա մասին։ Մի ժամ չունենք, 10 րոպե ունենք։ Առաջի հարցին ուղղակի ակնարկ անեմ, ես չեմ կարծում, որ այն իշխանությունները, որոնք նախկինում են եղել, ու այն խնդիրները, որոնք նախկինում են եղել, էապես կարելի է համեմատել այս փուլի հետ։ Շատ բան է փոխվել, ոչ մեկ դրանից չի ուրանում։ Փոխվելը չեմ խոսում, ես չեմ խոսում գործիքների մասին, չգիտեմ, տրանսպորտի ռեֆորմի մասին կամ այլ դպրոց կառուցելու մասին, ես խոսում եմ բարքերի մասին։ Բարքերը, որոնք եղել են նախկին իշխանության ժամանակ, այս ժողովրդին ճնշած պահել ու արժե համակարգի մասին։ Կոռուպցիան այլևս ուղղահայաց չէ, բայց կոռուպցիա կա։ Իհարկե, բայց ես չեմ խոսում, ես խոսում եմ բարքերի մասին, արժե համակարգերի մասին։ Երբ այն ժամանակ կներեք, շատ գրեհիկ եւ ժողովրդական լեզվով ասեմ, փորով ձյաձյան, որը ոսկի ցեպ էր գցում եւ բրաբուսով մարդկանց վրա երթերանում, ընդունված բան էր Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա օպելի վարորդն է դա անում, Տիկին Մինասյան։ Բայց պատիժ չի կրում։ Իսկ օպելի վարորդը կրում է։ Եկեք տարբերակին։ Կրում է։ Լավ էլի Դավիթ ջան, հիմա իրավական համակարգը Ռոբերտ Քոչարյանը չի նստած, բայց մարդիկ գնանք դատական համակարգ հիմա։ Լավ, թողենք դա։ Քաղաքային իշխանությանը ես գիտեմ, որ Երևանում ստեղծվել է խումբ եւ ստեղծվել է կենտրոն կոնկրետ երթևեկության կառավարման համար մի քանի 100 միլիոն դրամի անգամ դրան հատկացվում, որպեսզի հասկանան, դա միջազգային փորձից եկած բան է, որպեսզի հասկանան քաղաքի երթևեկությունը այլ ենթակառուցվածքների նոր ենթակառուցված ճանապարհ սարքելու կոնտեքստ պետք է ունենա, ուղղակի լուսարձակների փոփոխության արդյունք պետք է լինի, մեքենաների շարժի սահմանափակում պետք է լինի, ասենց մի շարք գործողություններ կան, որպեսզի քաղաքապետարանը կարողանա իրականացնել։ Այս մասով ընդունում եմ, որովհետև ես էլ ամբողջ օրը օրվա կեսը ճանապարհների վրա եմ անցկացնում եւ ինչքան քաղաքը մեծանում է, բոլոր մեծ քաղաքներում այդ խնդիրը կա, բայց մեկը պետք է լուծվի գոնե այն մինիմալը, որ պետք է լոգիստիկայի միջոցով, կառավարման միջոցով որոշ խնդիրների մասը հնարավոր է լուծել եւ դա արվում է այդ երկրում։ Երրորդ դիտարկմանը, որ այս մարդիկ ունակ չեն, այս հարցով արդեն շատ մեծ բաց կա։ Ուրեմն 2020 թվականից, 22 թվականից բար համակարգի մասին ենք մենք խոսում, դա հանրային կառավարման բարեփոխումների ռեֆորմն է, որը իրանից ենթադրում է մի հատ հսկայական աշխատանք, որտեղ որ վերջերս 3 եւ այսօր մեր գործընկերների հետ հանդիպում ենք ունեցել Sigma վերլուծական կենտրոնն է, որը ամբողջությամբ վերլուծել է մեր պետական ապարատը,
այդ վերլուծականը 174 էջ է ու իր մեջ ներառված է համեմատական բալթյան երկրների հետ, բալկանյան երկրների հետ կներեք, չէ, ներողություն Ալբանիա, Բոսնիա, Հերցեգովինա, Բալկանյան երկրների հետ ճիշտ եմ ասում։ Ու նաև ԵՄ ստանդարտների հետ։ Ու նաև Լավ կլներ, բայց Բալթիայի հետ լիներ։ Հա, ու նաև, չէ, այնտեղ մի քիչ համեմատականը դրված անենց որ փորձենք իրենց հետ համեմատենք։ Պետությունների, ժողովուրդների քանակների շատ այլ կոմպոնենտներ կան։ Եվ այդ վերլուծությունների մեջ հստակ դրված այն թիրախները, որոնք պետք է լուծվեն Հայաստանի Հանրապետության կողմից։ Ես ընդունում եմ ու ես այդ իմ մեծագույն դարդն ակալես 7 տարվա, որ պետական ապարատ շատ պրոֆեսիոնալներ չեն գալիս։ Ինչի աշխատավարձների ցածրությունից, կրթության պակասից, որտեղ քաղաքացին ուզում աղաճի, ոչ թե նույն գործը ընդհատանի, մասնագիտական աճ չունենալու պատճառով, հնարավոր այլ խնդիրներ կարող են առաջանալ, երբ ինքն նա պետական ապարատում աշխատի։ Եվ այս ամենը բերում է նրան, որ մենք նաև քաղաքծառայության համակարգը, որ ապարատներում մարդիկ շրջապտույտի մեջ են, այսինքն Խախշին կոմիտեի աշխատողը գալիս է ազգային ժողովում աշխատում, ազգային ժողովի աշխատողը գնում է մյուս նախարարությունում աշխատում, որտեղ իրանք դասային աստիճաններով են կարգվում։ Այս համակարգի բացատրությունը քաղաքացիներին կարող է այդքան էլ չհետաքրքրի, բայց իրապես մենք կադրերի պակաս ունենք եւ դրա մասին մենք գոռում ենք։ Մենք 7 անգամ չենք կարողանում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրել։ Եվ դա ոչ միայն նրա մասին է, որ մասնագետները գալիս են եւ մրցութային հանձնաժողովները չեն անցնում կամ ազգային ժողովի հավանությանը չեն արժանանում, այլ ռեալ մասնագետների ներգրավումը այս համակարգ ռեալ մասնագետը կարող ասել ես շուկայում շատ ավելի շատ բարձր աշխատավարձ եմ ստանում եւ ինձ կարիք չկա գալ պետական ապարատ։ Սրա խնդիրը իրականում կա, բայց այս վերլուծությունը մեզ թույլ է տալիս հստակ թիրախային կետերով գնալ։ Ես կարծում եմ երեք նաեւ ելույթ եմ ունեցել այդ մասով, որ առաջնային խնդիրը թվայնացումն է։ Եթե մենք ունեցանք թվայնացված ծառայությունների մատուցում, մեր աշխատակազմների կամ այդ պետական ապարատի միստվար զանգվածը, որը որ մեծամասամբ ուղեղային աշխատանք չի կատարում, այլ մեխանիկական աշխատանք է կատարում, ապարատից կարող է դուրս գալ եւ պետական ապարատի աշխատավարձները էապես բարձրանան։ Հիմա 250-ից 230-ից 250 հազարն է միջին աշխատավարձը պետական ապարատում։ Եվ այդ աշխատավարձների արդյունքում չես կարող որակյալ պրոդուկտ տալ քաղաքացուն, չես կարող որակյալ ծառայություն մատուցել։ Հասկանալի է մոտեցումը։ Ես սա արդարացում չի, սա հստակ ռազմավարություն է, որ մենք գնալու ենք թվայնացման ուղղությամբ, մարդկային ռեսուրսների կառավարման տոտալ բարեփոխման, այսինքն այդ քաղաքծառայության գրասենյակը ամբողջությամբ պետքա վերափոխվի, այնտեղ պետքա կադրերը ընտրեն հենց HR տրամաբանությամբ, ոչ թե մրցույթ անցնելով օրենքի կետեր հարցնելով, օրինակ հիմա տենց է։ Դու գալիս ես պետական ապարատ ընդունվելու, սկզբից պետք է առաջին աստիճան, հետո երկրորդ, հետո երրորդ, պետք է մրցույթ անցնես, օրենսդրություն իմանաս, քննություն ուտել օրենքի տրամաբանության մեջ է։ Իսկ սա HR տրամաբանությունը լրիվ այլ բան է։ Քո կարողություններից սկսած սկիլերը ոնց է կարողությունները դա պետք է հաշվարկել տվյալ պաշտոնին համապատասխանատու չէ։ Հասկանալի է ձեր մոտեցումը։ Ես հիմա բերեմ շատ հստակ, շատ կոնկրետ օրինակ, որովհետեւ բոլորին բարձ դառնա խնդիրը որտեղ է։ Ավան համայնքում կառուցվում է շենք։ Բազմաբնակարան շենք 6 հարկանի, 10 հարկանի, 16 հարկանի, որը parking չունի։ Ես մասնագետ չեմ, միանգամից ասում եմ։ Հիմա ես նայում եմ այդ շենքի վրա, պատկերացնում եմ քանի 100 հոգի է ապրելու այդ շենքում եւ քանի մեքենա է լինելու։ Նայում եմ այդ փողոցի վրա եւ հասկանում եմ, որ այդ մեքենաները կանգնելու են փողոցում։ Փակելով, բարի բուն իմաստով, փակելով երթևեկությունը։ Շին թույլտվություն տվողը։ Այդքանը չի հասկանում։ Շատ պրիմիտիվ բան եմ ասում։ Հետաքրքիր բան եք ասում, իրականում ես չեմ կարող տրամաբանել parking-ը պարտադիր պայման է, ոչ։ Ես ուզում հասկանամ, Պաշտպանության նախարարությունն է, դիմացը կառուցվել է շենք։ Նեղ ճանապարհը, որը երկու համայնք է կապում։ Շատ լոգիկ բան եք ասում։ Մի գիծը փակվել է։ Կարող է նկատի ունեմ ներսում parking չունի, արտաքին parking ունի։ Ես չեմ կարող դրա մասին ասել, արտաքին parking-ը դա փողոցն է։ Չէ, նկատի ունեմ իր շենքի հարակից տարածքում չկա, ոչ մի բան չկա այնտեղ։ Կողմի գերեզմանը։ Ոչ մի չի, սա օրինակներից մեկն է, ես տասնյակ օրինակ կարող եմ բերել։ Ես գիտեմ, որ մեր կներեք, ես դա էլ ասեմ, ու դե լսեմ։ Աճն նաև բերել է մենք հասկանում ենք, որ Երևանը ունի շատ խնդիրներ, որոնք եկել են հնից, որ շատ դժվար է լուծել։ Բայց հիմա նոր կառուցվող շենքը նոր խնդիրներ է բերում։ Խնդիրը այստեղ է։ Հինը չենք կարող լուծել եւ նոր խնդիրներ են գեներացնում։ Իրականում հետաքրքիր հարց եք բարձրացնում, մի հատ փորձեմ ճշտել parking-ի հետ կապված հարցերը։ Ես նույնիսկ հասցեները կարող եմ տալ, եթե հետաքրքիր է։
Ես գիտեմ, որ խոսքը գնում էր ժամանակին կենտրոն համայնքի երթևեկությունը կարգավորելու համար որոշակի տեղեր վերգետնյա կամ ստորգետնյա պարքինգներ սարքել, որպեսզի քաղաքացիներ գային կանեն այնտեղ եւ կենտրոն համայնքում հիմնականում հետիոտնային երթևեկություններ կամ միայն ավտոբուսներ կա, բայց շատ լավ գաղափար եմ խոսում։ Դե մեքենաներով մարդիկ մեզ կանից են հիմնականում։ Ես ունեմ մեքենայով, բայց ես կողմ եմ այդ գաղափարին։ Կարծում եմ դուք էլ։ Այս տարբերակով գոնե մի քիչ բեռնաթափելու ենք կենտրոնը, որը ամենախցանված տարածքն է, բայց դրա հետ կապված մենք պետք է այլ ընտրանքային տեղեր ցույց տանք քաղաքացիներին, էլի այդ նույն կարմիր գծերի գների բացացումը իր հերթին բերել է, որ մարդիկ բակերում են ամբողջությամբ խցանումներ սարքել կենտրոն համայնքում եւ հիմա էլ շուագբաումներ են դնում, որպեսզի բակեր չունենան։ Այլ խնդիր կա, այդ բակերի 80%-ը սավթած է։ Ավտոտնակներ, շենքեր։ Այս տարիների ընթացքում շատ բակեր են ազատագրել եւ նաեւ կենտրոն համայնքում հսկայական տարածքներ սարքել են երեխաների համար խաղահրապարակներ։ Ես էլ դա գիտեմ, բայց ուղղակի խնդիրը կա եւ մենք գեներացնում ենք նոր, մենք չէ, կառավարիչները ովքեր որ զբաղվում են դրանով, իշում է թույլտվությունով է տալի։ Թույլտվություն տվողը գեներացնում է նոր խնդիր եւ սա ոչ միայն կենտրոնի խնդիրն է, ես հիմա խոսում եմ ծայրամասերի մասին։ Իրականում պատճառաբանություն չգիտեմ, կփորձեմ ճշտել հասկանալ։ Շատ շնորհակալ կլինեմ ձեզ, կարծում եմ նաեւ մեր բնակիչները, մեր քաղաքացիները շնորհակալ կլինեմ եւ շնորհակալ եմ հարցազրույցի համար Տիկին Մինասյան։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրներ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանն է, իսկ մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը։